ես իրան երկրորդ նախագահ չեմ կարող ճանաչել, ինքը հոկտեմբերի 27-ից հետո փաստացի պետական հեղաշրջման այդ գործընթացից հետո նշանակվել է եւ Ռոբերտ Քոչարյանը հիմա երբ Կոպիրկինին Ռուսաստանը հետ է կանչել, իրականում իմ քաղաքական գնահատականն է, որ շարունակում է կատարել Ռուսաստանի Դաշնության դեսպանի պարտականությունները Հայաստանում, հենց Ռոբերտ Քոչարյանը, ընդ որում ես համոզված եմ, որ այդ եթերը ապացուցում է, որ Քոչարյանը ավելի լավ է պաշտպանում Ռուսաստանի շահը Հայաստանում, քան Կոպիրկինը, որովհետև այնինչ արեց Ռոբերտ Քոչարյանը այն հայտարարությունները, որոնք արեց այդ եթերի ժամանակ, իմ պատկերացումով վնասում են, ոչ միայն մեղմ է ասալ, վնասում են, խնդիրներ են ստեղծում լրջագույն Հայաստանի Հանրապետության համար, ցուցմունք է Հայաստանի Հանրապետության դեմ միջազգային ատյաններում, ինչպես միջազգային նաև իրավունքի մասնագետ ասում են, որ Քոչարյանը օգտագործելով իր այդ նաև բարձր պաշտոնյան աղբյուրում լինելը, փաստացի ցուցմունք տվեց միջազգային ատյանների համար, ի օգուտ Ռուսաստանի եւ Ադրբեջանի, անցկացրեց այդ երկու պետության շահը, ակնհայտ է, որ ինքը մի կողմից հայտարարեց այդտեղ, որ ՊԲ-ն, այսինքն Պաշտպանության բանակը, իբրև ըստ Քոչարյանի ղեկավարվում էր եւ հրամաններ էր ստանում Երևանից, ինչը ոչ միայն սուտ է, այլ նաեւ պետական հանցագործություն եւ դավաճանություն է